Ստորագրվում է միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Հայկական կողմից հայտարարությունը ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամերիկյան կողմից հայտարարությունը ստորագրում է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Joint statement on the completion of negotiations on an agreement for peaceful nuclear cooperation between the United States of America and the Republic of Armenia is being signed. From the Armenian side, the statement is being signed by His Excellency Mr. Nikol Pashinyan, the Prime Minister of the Republic of Armenia. From the American side, the statement is being signed by the Honorable J.D. Vance, Vice President of the United States. Այժմ տեղի կունենա մամուլի համատեղ հայտարարությունը. A joint press statement will now take place. Մեծարգո պարոն փոխնախագահ J.D. Vance, ԱՄՆ պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, մեծագույն պատիվ է այսօր հյուրընկալել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը ունի հիրավի պատմական եւ խորհրդանշական կարեւորություն։ Սա ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Այն տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում Նահանգներ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Պարոն մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։ Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը,
որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել սույն թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։ Ուզում եմ նաև նշել, որ ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Տրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Իսկ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Տրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության նախագծի հետևողական իրագործման կարևորությունը համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված TRIP ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Պարոն Վենսետ, քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները, որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականությունների ոլորտում կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրություն։